Գիշերը, երբ քաղաքը քնում է, մենք արթուն ենք մնում քննարկելու ամենազգայուն թեմաները՝ առողջություն, հարաբերություններ, սեռական կյանք ու ընտանիք։ Սա 2026 թվականի առաջին թողարկումն է, եւ ինչպես եւ անցած տարի, այս տարին նույնպես մենք խոստանում ենք խոսել այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Բարի ուշ գիշեր։ Խնջույքները մեր մշակույթի անբաժանելի մասն են, իսկ խնջույքների պարտադիր բաղադրիչը ալկոհոլն է։ Տարվա առաջին գիշերային զրույցը նվիրված է այն հարցին, թե ինչպես պահպանել չափի զգացումը, երբ խոսքը ալկոհոլի օգտագործման մասին է, որոնք են դրա բարդությունները եւ ինչպես է ալկոհոլի չարաշահումը ազդում ընդհանուր առողջության եւ սեռական առողջության վրա։ Այդ եւ այլ հարցերի մասին մենք խոսելու ենք բժիշկ թմրաբան Ալեքսանդր Մանուկյանի հետ։ Պարոն Մանուկյան, բարի կես գիշեր, շնորհակալ եմ մեր հաղորդման հյուրը լինելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար, ուզում եմ բոլորին շնորհավորեմ ամանորի կապակցությամբ, մաղթում եմ լավ տարի, առողջություն եւ անամպ երկինք, մեր երկրին խաղաղություն։ Պարոն Մանուկյան, ընդունված ավանդույթ է հայկական սեղանները իհարկե դժվար է պատկերացնել առանց ալկոհոլի։ Էլ չասեմ ալկոհոլի օգտագործման մասին, որքան առատ է եւ դա ավանդույթ դարձած։ Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, հատկապես միջոցառումների ժամանակ ալկոհոլի առատ օգտագործման դեպքում, որտեղ է սահմանը կամ կա արդյոք սահման նորմալի եւ ոչ նորմալի միջև ալկոհոլի օգտագործման առումով։ Եվ այս հարցը առավել ակտուալ է հատկապես այս տոնական օրերին։ Հայկական սեղաններին միշտ արկա է եղել բնականաբար խմիչքը, հիմա զուտ փոխվել է մեր խմիչքի տեսականին, կուլտուրան խմիչք գործածելու։ Ես ուզում եմ նշեմ, որ այ խմիչքի եւ թմրանյութի մասին խոսելուց մենք լավ կլինի միշտ գործածենք այդ գործածել բառը, որտեվ ալկոհոլը եւ թմրանյութերը չեն օգտագործում, չնայած խոսքիս այդ հակումով մենք էլ շատ ժամանակ նույնիսկ ես էլ եմ մեկ-մեկ ասում այդ բառը, օգտագործում են այն նյութերը, որոնք բերում են օգուտ։ Որ մեղրը կարող է լինի, դեղորայքը կարող է լինի, ալկոհոլը եւ թմրանյութը գործածվում են եւ չարաշահվում են։ Լեզվական նրբություն կա։ Լեզվական այո, նրբություններ են եւ այս օրերի ընթացքում մարդկանց ալկոհոլ օգտագործելը, գործածելը շատ ժամանակ դառնում է չարաշահում, որտեղ արդեն օրեկան սեղաններ, ամեն օր նույն կենացները, տարբեր նույնիսկ նույն մարդիկ, ովքեր որ հանդիպում են ընկերներով, չէ, ընտանիքներով, բոլորի տները գնալով, նույն կենացները, նույն այդ ամեն ինչը, ասում է դա արդեն դառնում է չարաշահում։ Եվ ասեցիք չափի մասին, ամեն մարդու համար չափը իրենն է, անհատական է, դա շախված է շատ ավելի շատ պատճառներից։ Եմ ասեմ, եթե մենք ունենք խմիչքի խնդիր, մարդ ունի ինչ-որ ալկոհոլիզմ հիվանդություն, դա վերահսկելի չէ, ցանկացած մինիմալ քանակը կարող է դառնալ կրիտիկական, որից հետո մարդը ընկնի այդ զապո ենք մենք ասում, անդադար խմիչք գործածելու վիճակում։ Եթե կա ձևավորված ալկոհոլիզմ հիվանդությունը, մարդ կարող է գործածել այդ ալկոհոլը կամ ամեն օր, դա անընդմեջ ձևն է ալկոհոլիզմի, եւ կա զապոյներով գործածելով, այսինքն կարճ 5-7 օր, 3 օր, 15 օր, միգուցե մի ամիս, հետո տարվա մեջ դա չկրկնվի։ Եվ կա անընդմեջ գործածելու ձևը ալկոհոլիզմի։ Եվ ցանկացած մինիմալ քանակը կարող է դառնալ այդ կրիտիկական, որից հետո այդ պուսկավոյ մեխանիզմը ոնց որ աշխատի եւ մարդ արդեն չկարողանա կանգնի եւ չկարողանա վերահսկի։ Այսինքն չափի մասին խոսք չի կարող լինել, որտեղ ցանկացած մարդ ինքն է որոշում։ Իմ խորհուրդը որպես մասնագետ, որպես այս խնդրով զբաղվող արդեն շատ երկար ժամանակ, շատ քիչ ալկոհոլի գործածել եւ շատ հազվադեպ։ Այս օրերին հատկապես իհարկե ակտուալ է դառնում այսպես կոչված հետտոնական սինդրոմը։ Ինձ հետաքրքիր ձեր կարծիքը դրա վերաբերյալ, արդյոք սա վիճակ է, որի դեպքում օրգանիզմը հոգնած է, սպառված է, տրամադրության տատանում կա, թե մենք գործ ունենք ինչ որ առումով արդեն
abstinent համախտանիշի, զրկանքի համախտանիշի հետ, դրա դրսևորումների հետ։ Զրկանքի համախտանիշ ասելով մենք հասկանում ենք արդեն ինիկատիվ ունենք հիվանդ մարդ։ Եթե կա զրկանքի համախտանիշ, դա արդեն ձևավորված ալկոհոլիզմի մասին է խոսում, որը բնականաբար եւ բարեբախտաբար բոլորի մոտ չէ։ Մարդիկ այո կարող են լինեն գիշերը չքնելուց հետո մի քանի օր այդ ալկոհոլ մարոֆոնը սեղանների անընդհատ ստեղ նստել, ընդեղ նստել, կենացներ, քեֆեր, ուրախություններ ու լավ կլինի որ դա լինեն քեֆեր, ուրախություններ, ոչ թե ինչ-որ տխրության սեղանների շուրջ, բայց եթե կա զրկանքի համախտանիշ, մենք արդեն ունենք հիվանդ մարդ, որին ընդհանրապես չի կարելի խմիչք գործածել։ Ցանկացած քանակ իր համար խստիվ արգելվում է, այո։ Իսկ եթե զուտ մարդը, որը գիշերը չի քնել, հոգնել է, ապարել զուտ չքնելու ֆոնի վրա կարող է լինի աստենիզացիա է, դա ոչ թե abstinentia է, ավելի շատ աստենիզացիա, զուտ ռեսուրսների սպառվել է օրգանիզմի, որը հետո կարող է բերի մի քիչ ավելի երկարատև քնի, որը վերականգնողական էֆեկտ է ունենում։ Օրգանիզմը զարթնում է, այո, վերականգնվում է եւ 2-3 օր հետո այդ 2-3 օր գործածելուց հետո, այդ տոնական մարաֆոնից հետո արդեն օրգանիզմը վերականգնվում է եւ մտնում է իրեն բնականon ռիթմի մեջ ապրելու։ Ես հիշում եմ իմ ուսանողական տարիներին, երբ մենք լսում էինք բժշկական համալսարանում դասախոսություններ ալկոհոլամոլության վերաբերյալ, շատ հետաքրքիր մի դիտարկում էին վերում դասախոսները, մասնավորապես օրինակը մինչև հիմա վառ տպավորվել է, այ կուզենայի շուրջ 20 տարի անցել, կուզենայի լսել ձեր կարծիքը։ Վերում էին օրինակ ասելով, այ ընդունված է, որ տղամարդկանց մեծ մասը օրվա ընթացքում խմում է մի բաժակ օղի եւ չի համարում, որ ինքը տառապում է ալկոհոլամոլությամբ։ Եվ մեզ ասում էին, որ եթե դա անընդհատ է եւ մարդը սովոր է ամեն օր պարտադիր օգտագործել մեկ բաժակ օղի, ապա ինքը համարվում է այս դեպքում հիվանդ, տառապում է ալկոհոլամոլությամբ։ Մեր օրերում էլ ես դա շատ հաճախ եմ նկատում, ասում են աշխատանքից եկա, մի բաժակ պետք է խմեմ, մեր պացիենտները հաճախ դա ասում են, ախորժակ է բացում, հոգնածությունն է հանում եւ այլն։ Դա էլ ունենում է հետո իր հետևանքները։ Ես կուզենայի լսել ձեր կարծիքը մեր օրերում, արդյոք փոխվել է, գիտությունը փոխել է իր մոտեցումները, թե այնուամենայնիվ այդ կարծիքը դեռ ակտուալ է։ Ես մի քիչ անցնեմ sense պատմության գիրկը, դե նախ կան տարբեր դասակարգումներ ալկոհոլիզմի եւ այդ ձեր ասած 50-100 գրամ ալկոհոլ գործածելը ամեն օր ռուսական որոշ գրականության մեջ արդեն համարվում է բытовой ալկոգոլիզմ։ Այսինքն մարդ աշխատանքից եկավ, հոգնած, բոլորս էլ լինում ենք, ծանր օր ենք ունենում, դժվար ինչ-որ խնդիրներով հագեցած աշխատանքային օր ենք ունենում, որից հետո ուզում ենք մի քիչ թուլանալ, մի քիչ ավելի հանգստանալ եւ ինչ որտեղ մտածում ենք, թե ալկոհոլը կարող է այդ ամեն ինչին օգնի, նպաստի, բայց 1, 2, 3 անգամ այտենց ինչ-որ զգալով թյուր հանգստության էֆեկտը, որը բերում է ալկոհոլը, օրգանիզմը կամաց-կամաց սովորում է եւ արդեն սկսում է ձևավորվել այդ ալկոհոլիզմի տանող ճանապարհը, դրսևորումները, այո։ Ինչի համար է մարդ խմում, որտեվ հոգնած է, տրամադրություն չունի, ախորժակ չունի, ալկոհոլը խմեց, հացը կերավ։ Ինչի համար է դա տենց լինում, որտեվ օրգանիզմը սովոր է, որ ալկոհոլի մակարդակը որոշակի ինչ որ մակարդակի վրա պետք է լինի եւ օրվա ընթացքում քանի երբ որ մարսվում է ալկոհոլի իջնում է օրգանիզմը դեռ հələ անգիտակցաբար ինչ որ մի բան այն չի մարդ այդ ժամանակ դեռ չի կարողանում իրեն հստակ պատասխան տա որ այ ալկոհոլն է պակած դրա համար ես ինչ որ անհանգիստ եմ լարված եմ ախորժակ չունեմ հենց մի քիչ 50-100 գրամ խմեցին ալկոհոլը գալիս է վերադառնում է իր այդ օրգանիզմի համար արդեն դառած ինչ որ նորմա վիճակին եւ մարդը իրան լավ ազգում հացն ուտում է հանգիստ գնում է հեռուստացույցն է նայում կամ դուրս է գալիս ուրիշ գործերով գիշերը քնում է եւ նույնը կրկնվում է հաջորդ օրը այդ դա արդեն կամաց-կամաց ձևավորվող ալկոհոլիզմի ճանապարհն է այսինքն արդեն իսկ ձևավորում է դասական կախյալություն այո դա կարող է լինել 50-100 գրամ կարող է լինել կես լիտր 700 դա արդեն օրգանիզմի տոլերանտությունից է գալիս մարդու պնդությունից է գալիս ստաժից է գալիս արդեն քանի տարի է արդեն այդ ամեն ինչը կրկնվում որտեվ սկզբնական 50-100
գրամը քչություն է անում, դառնում է 200-300 գրամ, հետո հաճախականում է եւ մի օր զարթնում են մարդիկ առավոտյան, տեսնում են ձեռքերի դող, արդեն նույնիսկ սուրճ խմելուց բաժակը դողում է սրիվ է լինում այդ սուրճը եւ ունենում ենք արդեն ծաղկած ալկոհոլիզմի պատկեր։ Արդյոք դա կարելի է համարել այն ծիծեռնակը որպես ախտանիշների դրսևորում, որի պարագայում պետք է մտահոգվել։ Երևի այո, ու լավ կլինի, եթե կա այդպիսի նմանատիպ վարք ընտանիքում, արդեն դա նախազգուշացնող նշան է, պետք է մտածել եւ փորձել կանխել այդ ամեն ինչը։ Պարոն Մանուկյան, եկեք մի կարծրատիպ փորձենք կոտրել։ Ալկոհոլիզմը թուլության նշան է, թե այնուամենայնիվ կենսաքիմիական ինչ-որ հիվանդություն կամ դրա դրսևորում, որը դուրս է գալիս վերահսկողությունից եւ բերում է ինչ-որ խնդիրների ժամանակի ընթացքում։ Ճիշտ ասած, ալկոհոլիզմը շատ պոլիպաթոգենեզ ունեցող հիվանդություն է, որի մեջ առկա է նախ եւ հոգեբանական խնդիրները, սոմատիկ խնդիրները, այո, հոգեբանական թույլ կազմված կամային հատկանիշներ ունեցող մարդիկ շատ ավելի հեշտ են կարողանում գնալ այդ ճանապարհով, պլյուս ամեն ինչին ստեղ կա նաև սոմատիկ խնդիրներ, որով ամեն մարդ ունի իրեն յուրահատուկ ինչ որ տոլերանտություն, էլի այն ալկոհոլ մարսելու դոզան, որը որ կարող է մարդը անվնաս յուրացնել։ Եվ եթե հաճախ կրկնվում է այդ մի քիչ ավելի մեծ դոզաներով ալկոհոլի գործածելը, այդ ինտոքսիկացիան կամաց-կամաց բերում է նրան, որ ձևավորվում է արդեն այդ զրկանքի ամախտանիշը, որը որ ստիպում է մարդկանց շարունակաբար գործածել ալկոհոլը։ Ճիշտ է, հարցս ավելի շատ գենետիկայի ոլորտից է, բայց այնուամենայնիվ կուզենայի նայել լսել ձեր կարծիքը։ Ալկոհոլ դեհիդրոգենազա ֆերմենտի մասին շատ հաճախ են ասում, որ իբր այն տղամարդիկ, ովքեր որ չունեն այդ ֆերմենտը կամ այդ ֆերմենտի ակտիվությունը ցածր է, շուտ են հարբում, շուտ է ազդում ալկոհոլ, այս տեսությունը դեռ ակտուալ է։ Իհարկե, որտեղ հիմնական ալկոհոլ մարսող ֆերմենտը, կայքայող, դա ալկոհոլ դեհիդրոգենազը, փառք Աստծո, մեր ազգի մոտ ոչ բոլորի մոտ է դա խնդիր, օրինակ ազգեր կան, որոնք որ գենետիկորեն, օրինակ Ռուսաստանը, Ֆինլանդիան, Լեհաստանը, այդ հյուսիսային երևի երկրներում ֆերմենտը կամ քիչ է կամ բացակայում է, օրինակ ոնց որ հայերի մոտ լակտադեհիդրոգենազան խնդիր եւ հայերը կաթ լավ չեն մարսում, այդ ազգերը լավ չեն մարսում ալկոհոլը։ Դրա համար այնտեղ շատ ավելի շուտ են հարբում եւ շուտ է իր էֆեկտը թողնում։ Մեր մոտ փառք Աստծո, ասում եմ, դա էլի առկա է այդ մեխանիզմը, որտեղ ցանկացած դեպքում ալկոհոլ դեհիդրոգենազը կայքայում ալկոհոլը։ Եվ այդ ֆերմենտի կամ քչությունը կամ ինչ որ անբավարար աշխատանքը արդեն բերում է նրան, որ մենք ունենում ենք նաև խնդիրներ։ Պարոն Մանուկյան, կա արդյոք անվտանգ ալկոհոլ կամ անվտանգ չափաբաժին ալկոհոլի օգտագործման առումով, թե դա միֆերի շարքից է։ Ցանկացած ալկոհոլի գործածումը կարող է լինել վտանգավոր։ Ուղղակի կան մարդիկ, ում համար ընդհանրապես ալկոհոլ գործածելը խնդիր չի առաջացնում, կան մարդիկ, ում համար ամենամինիմալ կրիտիկական մինիմալ դոզան կարող է դառնա կրիտիկական եւ դառնա ինչ որ արդեն սկզբնա աղբյուր ունենալ խնդիրներ, այսինքն մտնել զապոյ կոպիտ ասած եւ արդեն ունենալ այդպիսի խնդիրներ։ Ասում են շատ ժամանակ այդ 0% ինչ որ ալկոհոլ պարունակող խմիչքներ, ես որպես նարկոլոգ խորհուրդ չեմ տալիս դրանք էլ գործածել, օրինակ բուժված հիվանդները շատ ժամանակ ասում են, այ բեզալկոգոլնի գարեջուր օգտագործենք, ինչ որ բան, ես խորհուրդ չեմ տալիս։ Ես ծանոթ չեմ դրա տեխնոլոգիային արտադրության, ինչքանով հավաստի է 0%-ը, բայց ամենայն դեպս միշտ զգուշացնում եմ, որ ցանկացած դեպքում պետք է հեռու մնալ։ Պարոն Մանուկյան, եկեք խոսենք բարդություններից։ Կարծիքները տարբեր են, շատերն ասում են կախված քանակից ալկոհոլ, այնուամենայնիվ, եթե մարդը արդեն երկար ժամանակ օգտագործում է ալկոհոլ, որոնք են հիմնական բարդությունները, մասնավորապես օրինակ լյարդը վերցնենք, նույն սեռական խանգարումները եւ այլն, քան որպես ոլորտի քաջագիտակ կնշեք, խնդրեմ, այն հիմնական բարդությունները, որոնք սկզբնական շրջանում արդեն իսկ գլուխ են բարձրացնում, հոգեկան առողջությունը,
Լավ հարցեր, շատ ակտուալ է սորերին, նամանավանդ էս հետտոնական, սենց ասեմ, քանի որ ալկոհոլը հոգեներգործուն նյութ է, այսինքն մենք ունենք միանգամից ազդեցություն նյարդային համակարգի վրա, հոգեկան աշխարհի վրա, եւ բնականաբար որտեղ է մարսվում ալկոհոլը։ Արյան միջով ներծծվելով ստամոքսից հասնելով լյարդ, որտեղ որ հիմնականում քայքայվում է եւ տրոփվում է ալկոհոլը, նույն ալկոհոլ դեհիդրոգենազայի օգնությամբ մենք ունենում ենք լյարդային խնդիրներ։ Շատ հաճախ ճարպային հեպատոզի տեսքով, լյարդի մեծացման տեսքով, ես տուժում է նաև ենթաստամոքսային գեղձը, որը որ եթե վնասվեց նաև այն մասը, որը որ ինսուլին արտադրող լանգերգարսային այդ բջիջ կղզյակները, մենք ունենում ենք նաև արդեն դիաբետ, շաքարային հիվանդություն, որը որ շատ ավելի ծանրացնում է եւ շատ ավելի ծանր վիճակ է։ Սեռական առողջության վրա ինչպես է ազդում։ Բնականաբար ազդելով ամեն մի հորմոնի վրա, ամեն մի համակարգի վրա, բնականաբար ազդում է նաև սեռական ոլորտի վրա։ Սկզբնական շրջանում թվում է, թե շատերը մի թեթև ալկոհոլ գործածելուց քիչ քանակով ավելի ռելաքս վիճակ է ստանում, ավելի ստիմուլացնում է, ոնց որ այդ ամեն ինչը, բայց դա թյուր կարծիք է, զուտ հոգեբանական խիզախություն է տալիս, այո, դա թյուր կարծիք է եւ հոգեբանական բարդույթները անցնելու ոնց որ օգնում է հոգեբանական այդ բարդույթը հաղթահարելու, հարաբերություն մտնելուց առաջ, բայց քանի որ ինքը դեպրեսանտ է ներվային համակարգի, մի քիչ շատ քանակը արդեն կոպիտ ասած կարող է բերի նրան, որ մարդը քնի process-ի ժամանակ։ Եթե քրոնիկ գործածում ունենք, մենք ունենք քրոնիկական ալկոհոլիզմ արդեն, բնականաբար արդեն այդտեղ ցանկությունն է տուժում, լիբիդոն է եւ բոլոր հորմոնները տեստոստերոնի վրա է ազդում եւ ունենում ենք այտենց ծանր հետևանքներ, որոնք որ արդեն այդ ճանապարհով են ազդում ընտանիքի բարեկեցիկ կյանքի վրա, ընտանեկան հարաբերությունների վրա, զուտ մարդ կարող է խմիչք գործածած վիճակում ագրեսիվ վարք դրսևորի, ինչը որ բնականաբար ոչ մի զուգընկերոջ դուր չի գա։ Այդպես։ Ինչպես հուշում եմ մեր պրակտիկ փորձը եւ ինչպես դուք էլ նշեցիք, իհարկե բարդությունները բազմազան են եւ սեռական առողջությունը այս դեպքում դուժում է ու քիչ չէ նաև ցավոք սրտի դեպքերը, որոնք ավարտվում են ամուսնալուծությամբ։ Դուք եք հավանաբար առնչվել, եթե ժամանակին չդիմեն ձեր օգնությանը, մեր օգնությանը, զույգը ցավոք շատ դեպքերում կորցնելով ներդաշնակությունը արդեն ամուսնալուծվում է։ Քիչ չեն նաև այն դեպքերը, որ հանգեցնում են նաև անպատխության, որովհետև ապացուցված է, որ ալկոհոլի չարաշահումը հանգեցնում է սերնեհեղուկի որակական ու քանակական ցուցանիշների վատացման։ Ցավոք պիտի նշեմ, որ կանանց ալկոհոլամոլության պարագայում, ինչը բացարձակ իհարկե ողջունելի չի, նույնպես էլի սեռական խնդիրները ակտուալ են, նույնպես էլի անպատղության խնդիրը ակտուալ է եւ իհարկե այս պարագայում կարծում եմ թիմային աշխատանքը շատ կարեւոր է։ Եվ ինչպես նշեց պարոն Մանուկյանը, բարդությունները իհարկե շատ են, ալկոհոլամոլությունը ունի բազմաթիվ տարբեր դրսևորումներ ու սեռական համակարգը այս դեպքում նույնպես տվերում չի մնում։ Խնդիրները ժամանակի ընթացքում խորանում են, տղամարդը արդեն նկատում է սեռական ուժերի կորուստ եւ այս դեպքում պետք է թիմային աշխատանք, այսինքն պարտադիր բժիշկ թմրաբանի մասնակցությամբ վերացնել խնդիրը, ալկոհոլամոլությունը եւ զուգահեռ անպայման իհարկե սեքսապաթոլոգի մասնակցությամբ կարգավորել սեռական առողջությունը։ Իսկ այդ հարցում օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Bonfarm ընկերությունը իր մեգապոտենցին լոնգ բուսական հավելման տեսքով։ Մեգապոտենցին լոնգը բացառապես բուսական ծագում ունի եւ ընդունման տեսակետից նույնպես ունի առավելություն, քանի որ իր բաղադրության մեջ վիտամիններն ու
միներալները առանձնացված են, որոնք նույնիսկ ընդունման ժամանակ արդեն իսկ ցուցաբերում են իրենց արդյունավետությունը։ Ընդունման ժամանակ նրանք ընդունվում են առանձին եւ դեղատուփի մեջ նույնպես առանձնացված են։ Մեգապոտենցին լոնգը ունի մի կարևոր առանձնահատկություն եւս, չի առաջացնում կախյալություն, ինչը շատ տղամարդկանց համար կարևոր է, հատկապես այն դեպքում, երբ տղամարդը ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է ընդունել քիմիական խթանիչներ։ Մեգապոտենցին լոնգը բավականին արդյունավետ է եւ արդյունավետությունը նկատվում է բուժման հենց սկզբնական իսկ օրերին։ Պարոն Մանուկյան, մի կարևոր հարցի մասին եկեք խոսենք։ Ընդունված ավանդույթը ասում են մի բաժակ խմենք, ինչ որ մի կարևոր միջոցառումից առաջ, շատերի մոտ դա ընդունված է, երբեմն դա ես լսում եմ նաև վիրաբույժների կողմից, երբեմն նաև նկատելի է, որ այդ մի բաժակը մեկի վրա ունենում է լավ ազդեցություն, մեկ ուրիշի վրա վատ եւ ընդհանրապես այդ մի բաժակը շատ հաճախ դառնում է ոչ թե մի, այլ 2, 3, 4 եւ մեկի մոտ կարող առաջանալ շատ էйֆորիկ տրամադրություն, դառնում է, այսպես ասած, քեֆչի, իսկ մյուսը հակառակը դառնում է կռվարար, կարծես թե մարդու դիմապատկերը փոխվում է։ Ինչ է տեղի ունենում օրգանիզմում։ Լավ հարցեր, ինձ գցեցիք կարելի ասել հիշողությունների գիրկը, որտեղ ես 88 թվականից աշխատել եմ Միքայելյանի վիրաբուժական ինստիտուտում, այն ժամանակ լուսահոգի Ալեքսանդր Լվովիչը դեռ կար, ծանոթ եմ անձամբ շատ լուրջ, լավ վիրաբույժների հետ, հետագայում աշխատել եմ Էրեբունի հիվանդանոցում, էլի շատերի հետ շփվելով, շատերի հետ ունեմ շատ ջերմ հարաբերություններ։ Իհարկե մարդիկ կային, որոնք որ տեսել եմ տարբեր վիճակներում այդ մարդկանց վիրահատությունից առաջ, ասենց ասեմ, ժողովրդի մեջ ոնց որ շատ հետաքրքիր խոսույթ է դարել, մարդիկ խմում են, մտնում են վիրահատության, բայց հավատացեք, որ տենց չի լինում, կարող է վիրահատությունից հետո նամանավանդ ծանր վիրահատությունից հետո հերթապահության ժամանակ կամ հերթապահության վերջում կարող է այդ ձեր ասած 50 գրամը խմել, մարդը զուտ այդ լարվածությունը թոթափելու համար։ Իսկ ինչ կախված է վարքագծին, հետագա մարդիկ կան, այո, մենք հիմա իմ հիվանդների շրջանում էլ ես ունեմ տարբեր վարքագիծ դրսևորող մարդիկ, մեկը կարա կես լիտր խմի, գա պարկի իր դիվանին, խելոք սիրուն հեռուստացույցը նայի, տենց էլ քնի կամ գնա իր տեղը, մեկը 50-100 գրամից դառնում է անկառավարելի, դա էլ արդեն մարդու հոգեկան աշխարհն է, ինչ տրամադրությունով է գնում դեպի այդ առիթը, դեպի այդ խմիչքը գործածելը։ Շատ ժամանակ որոշ քանակից հետո են մարդիկ փոխվում, արդեն փոխվում է բնավորությունը, սկսում են հիշել այդ վեճերը, ինչ են մարդիկ խմելուց հետո սկսում բարձր խոսել, որտեվ զգայարանները ոնց որ բթանում են եւ թեկուզ կողքիդ նստած մարդու հետ սկսում ես արդեն խոսել շատ ավելի բարձր տոնով, ինչ որ նամանավանդ սեղանի ընձերը նստած, ինչ որ նույնիսկ Գեղեցիկ հսկողությունը վերանում է, ինչ որ կամած, որտեվ ինքը դեպրեսանտ է, ինքը կենտրոնական նյարդային համակարգի դեպրեսանտ է եւ ազդում է հենց տենց ոնց որ պետք է ազդի։ Կրիտիկան տուժում է, կոնտրոլը տուժում է արդեն եւ մարդ ինչ որ որոշակի դոզայից հետո կարող է եւ պատասխան չտա իր արարքներին ու ասածներին։ Բազմիցս բոլորս ունենք այդ օրինակները մեր կյանքում։ Պարոն Մանուկյան, ալկոհոլը կարող է արդյոք առաջացնել սեռական կախյալություն։ Ինչի եմ այս հարցը տալիս, որովհետև հաճախ լսում եմ, նաև պրակտիկայում էլ պացիենտների, գանգատներից միշտ հնչում է, որ իհարկե դա իրենք չեն ասում, կանայք են խոստովանում, հետո նոր արդեն իրենց ամուսինները, որ առանց ալկոհոլի օգտագործումը չի կարող հարաբերության մեջ մտնել, պիտի անպայման ալկոհոլ օգտագործի, որ նոր կարողանա հարաբերություն ունենա։ Սա ավելի շատ ինչ է, հոգեբանական խնդիր է, թե արդեն առաջացել է ֆիզիոլոգիական կախյալություն։ Ինձ թվում է, ստեղ արդեն կա ինչ-որ կախվածության էլեմենտներ, զուտ վարքագծային, միգուցե եւ վարքագծային է, որտեվ չեմ կարող ասեմ հստակ, սկզբնական շրջանում, եթե չկա ձևավորված ալկոհոլիզմ, այդ քիչ քանակի ալկոհոլը գործածելուց ինչ-որ հարաբերությունից առաջ կամ ինչ-որ հանդիպում գնալուց առաջ, ոնց որ տալիս է խիզախություն, տալիս է ոնց որ ավելի լավ տրամադրություն, մի քիչ մարդուն ավելի տրամադրում է դեպի այդ ամեն ինչը, դա երևի թե մարդկանց է վերաբերվում եւ կանանց։
կանանց պարագայում ինչ ասեմ, կարող է եւ լրիվ հակառակ էֆեկտը ունենա, արդեն օրգազմի հասնելու հնարավորությունն է, հեշտոցի խոնավության խնդիրներ կարող են լինեն, այդպես միգուցե, բայց եթե կա ալկոհոլ պարտադիր պայման է դառնում հարաբերությունից առաջ, այդտեղ արդեն կա խնդիր։ Դա արդեն ոնց որ ձեր դաշտ է գալիս սեքսոլոգների մոտ, դուք պետք է զբաղվեք ու հասկանանք ինչ հաճախականությամբ է մինչև այդ գործածվել այդ ալկոհոլը, կա ձևավորված խնդիր, թե չէ։ Ռեֆլեքս է ձևավորվում փաստորեն։ Երևի թե ռեֆլեքս է արդեն, այո։ Պարոն Մանուկյան, փաստորեն խնդիրը ալկոհոլամոլությունը կարող է դառնալ ամբողջ ընտանիքի համար մի ընդհանուր խնդիր եւ այս դեպքում ամբողջ ընտանիքը փորձում է հարցին լուծում գտնել։ Ձեր կարծիքով ինչից պետք է սկսել։ Վերջի վերջո մեր կյանքում գոյությունի խարանասվածը եւ միշտ չի որ մարդը ինչքան էլ ընտանիքի աջակցությունը կա, որը շատ կարևոր է իհարկե, միշտ չի որ մարդը կարողանում է հաղթահարել, մտածելով որ ամոթ է, բարդությունավորվում է եւ չի դիմում մասնագետի օգնությանը։ Ինչից սկսել, ինչպես օգնել նման մարդուն, ով հայտնվել է նման իրավիճակում։ Ճիշտ ասած շատ ծանր հարց է, որտեղ այո, այդ խարանը ասվածը կա պետք է ընդհանուր ոնց որ համազգային, հա, ասենց ասեմ, խնդիր դառնա, մենք պետք է վերաբերմունքը փոխել դեպի հիվանդ մարդկանց։ Հոգեկան հիվանդներին է դա վերաբերվում, թմրամոլներին է վերաբերվում, ալկոհոլամոլներին է վերաբերվում։ Այն ինչ որ ասեցիք ընտանիքի մասին բնականաբար համակախվածություն է, սոզավիսիմաստ ասածը, որտեղ եթե խմում է մեկը, հայրը ընտանիքի խմում է, դա դառնում է խնդիր ամբողջ ընտանիքի համար, կնոջ համար, երեխաների համար, ծնողների համար, ում հետ որ ապրում են, ասենք, թե ընտանիքը։ Այո, շատ ծանր հետևանքներ, եթե դա սկզբնական շրջանն է, ինչ որ, հա, այդպես խորացած չի լինում, երեխեքին միգուցե փորձում են հեռու պահել, բայց եթե դա երկարատև արդեն տարիների ընթացքում մարդիկ երեխային պսակում թորանտեր են դառնում, բայց այդ խմելու խնդիրը դեռ առկա է լինում ընտանիքում, դա արդեն լուրջ ինչ որ հետևանք է եւ համ կնոջն է պետք հոգեբանական օգնություն, աջակցություն եւ հենց հիվանդին է պետք պարտադիր բուժումից հետո, որ հնարավորություն ունենանք այդ ռեմիսիան երկար պահելու եւ արդեն բուժումից առաջ նպաստել, օգնել, բերել դեպի բժիշկը բուժումը եւ իմ խորհուրդն է բուժվել ճիշտ համապատասխան մասնագետների մոտ, թմրաբանների մոտ, Փարքաստուի մական արդեն մի քանի հատ մասնավոր կլինիկաներ, որտեղ աշխատում են թմրաբաններ բացի պետական կլինիկան կարող եք դիմեք եւ անանուն ձևով արդեն առանց գրանցվելու գախնի բուժեք ձեր խնդիրը թողնեք կլինիկայում գնաք վերադառնաք առողջ ձեր ընտանիքում ինչը շատ կարևոր է ինչը շատ կարևոր է իհարկե մեր մոտ ընդունված է բոլոր մասնագետների մոտ նյարդաբանների մոտ թերապևտների մոտ գաստրոենտերոլոգների մոտ լյարդը բուժեցինք էս քնելը բուժեցինք էս լարվածությունը բուժեցինք բայց չենք բուժում բուն խնդիրը ալկոհոլի գործածումը որը եթե անտեսենք ժամանակի ընթացքում փոխում է մարդուն ամբողջությամբ եւ մարդը դառնում է անճանաչելի եւ հա դառնում ենք ունենում ենք լուրջ հոգեկան խնդիրներով մարդ անչափ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար այն կարևոր հարցերի որոնք մենք քննարկեցինք վստահ եմ այս թողարկումը դիտելուց հետո շատերը իհարկե կփոխեն իրենց մոտեցումները այդ հարցի նկատմամբ եւ նրանք ովքեր որ ունեն խնդիրներ եւ միջև մա չեն դիմել մասնագետի օգնությանը հաղորդումը դիտելուց հետո անպայման կդիմեն խնդիրը ժամանակին լուծելու նպատակով Ես էլ եմ շնորհակալ ժողովուրդ ջան եղեք առողջ եւ հիշեք որ միշտ օգնությունը կա միշտ մենք ձեր կողքն ենք եւ եղեք խաղաղ Ինչպես միշտ, Սեռական Այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ վստահելու, հարցերը հղելու եւ մեզ հետևելու համար։ Մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։
Իսկ այժմ թույլ տվեք ընթերցել հարցը։ Բարև ձեզ։ Չգիտեմ սա խնդիր է թե ոչ, բայց հարաբերության ժամանակ շատ շուտ եմ ավարտում եւ թուլություն նկատում ու կողակիցս դժգոհ եմ մնում։ Ինչպես լուծեմ խնդիրս։ Տարածված խնդիր է եւ այս խնդրով հաճախ են դիմում մեզ, նշելով, որ հարաբերությունը կարճ է տևում եւ թուլություն է նկատվում։ Իդեպ, շատ դեպքերում մի խնդիրը ժամանակի ընթացքում առաջացնում է հաջորդ խնդիրը։ Ինչ է պետք անել։ Նախ հայտնաբերել պատճառները, որոնք հանգեցրել են եւ վաղաժամ սերմնաժայթքման եւ պոտենցիայի խանգարման։ Պատճառները տարբեր են, մենք դրանց մասին շատ ենք խոսել, համառոտ նշեմ։ Դրանք են հիմնականում օրգանական պատճառները, բորբոքային պրոցեսներ, տարբեր տեսակի հորմոնային խանգարումներ կամ որևէ հիվանդության թողած բարդություն, օրինակ վահանաձև գեղձի խնդիրները, շաքարային դիաբետը եւ այլն։ Եվ նաեւ հոգեբանական պատճառները՝ տագնապ, լարվածություն, ստրես, միջանձնային հարաբերություններ, կոնֆլիկտներ եւ այլն։ Կախված նրանից, թե որ պատճառն է հայտնաբերվելու կամ գուցե պատճառները, պետք է վերացնել հիմնական պատճառը, բուժել այն եւ դրանից հետո արդեն կարգավորել սեռական ֆունկցիան։ Իհարկե սա բավականին տևական process է, սակայն բուժման ժամանակ իհարկե մենք նաև ընդգրկում ենք զուգընկերուհուն, որովհետև շատ կարևոր է, որպեսզի խնդրի լուծմանը մասնակցի նաև զուգընկերուհին, դա ավելի արդյունավետ է դարձնում բուժումը։ Այնուհետև արդեն սկսում ենք կարգավորել սեռական ֆունկցիան եւ նշանակում ենք տարբեր տեսակի վիտամիններ, միներալներ, արյան շրջանառությունը կարգավորող դեղամիջոցներ եւ համալիր բուժման արդյունքում, ինչու՞ չէ նաեւ հոգեթերապևտիկ տարբեր սեանսների ժամանակ մենք կարգավորում ենք տղամարդու սեռական ֆունկցիան։ Իդեպ նշեմ, որ հոգեթերապևտիկ ուղղություններից սեքսոլոգիայում հատկապես կիրառվում է սեքս թերապիան։ Դա վարժությունների մի համալիր է, որոնք մենք նշանակում ենք զույգին եւ դեղորայքային բուժմանը զուգահեռ կիրառելով դրանք սեռական ֆունկցիան ել ավելի շուտ է կարգավորում։ Շատ կարևոր է նշել, որ բուժումը արդյունավետ է հատկապես այն դեպքում, երբ զույգը ապրում է ռեգուլյար սեռական կյանքով։ Ինչու՞, որովհետև սեռական ֆունկցիան սիրում է կանոնակարգված գրաֆիկ, այսինքն սեռական կյանքը պետք է լինի ռեգուլյար, որպեսզի սեռական ակտի տևողությունը աստիճանաբար երկար է եւ պոտենցիան էլ կարգավորվի։ Միայն այդ դեպքում արդյունքը հնարավոր է նկատել կարճ ժամանակահատվածում։ Տղամարդու սեռական խանգարումները արագ եւ արդյունավետ բուժելու համար մեզ օգնության կարող է գալ Հայսամ ընկերության Տադաֆորտ եւ Դապոքսեցին դեղամիջոցները։ Տադաֆորտ դեղամիջոցը նախատեսված է պոտենցիան բուժելու համար եւ ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Պետք է նշել, որ ի տարբերություն նախորդ սերնդի դեղամիջոցների, Տադաֆորտը ունի առավելություն. նախ շատ արագ է ազդում եւ երկրորդն էլ իր ազդեցությունը երկար է պահպանում, մոտավորապես մինչեւ 36 ժամ։ Մյուս դեղամիջոցը Դապոքսեցինը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար եւ նույնպես ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60։ Դոզավորումը ընտրում է բժիշկը ելնելով խնդրի վաղեմությունից եւ բարդության աստիճանից։ Երկու դեղամիջոցների միաժամանակյա օգտագործման դեպքում տղամարդու սեռական ֆունկցիան շատ արագ վերականգնվում է եւ համալիր բուժման ժամանակ արդեն իսկ սկզբնական ժամանակահատվածում տղամարդը զգում է պոտենցիայի բարելավում եւ սեռական ակտի տևողության երկարում։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Եղեք ուշադիր եւ հոգատար ձեր սեռական առողջության նկատմամբ, որովհետեւ սեռական առողջության վիճակից կախված է կյանքի որակը։ Եվ մի կարևոր բան, անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ հետեւեք մեր սոցիալական էջերին, ինչպես նաեւ տարածեք մեր տեսանյութերը, դա էլ է շատ կարևոր։ Եվ վերջում, եղեք առողջ եւ երջանիկ։